մեր խոսակցությունը պիտի տրամաբանական լինի։ Կամ դժգոհում են, որ հոգևորականներին վարչապետը վիրավորեց եւ այլ, հարգելիներս, հոգևորականները հանգիստ իրանց տեղը նստած են, վարչապետը վիրավորեց, մեր քաղաքացիների շատերս են, ես որ գյուղ եմ գնում, ասում են, բան Բագրատյան, բայց ինչի հենց հիմա էլի, ինչի այսօր եղավ, ասում եմ Ժորժ ջան, տես չի որ պետք է այսօր էլ իրանք հերթի մեջ էին, այսինքն ծանր հանցագործություն էր, հետո միջին հանցագործություն էր, հետո պետք է գար հասներ մինչև այդտեղ, բայց ասենք, երբ որ պիտի հասնեինք իրանք առաջ են ընկնում, ասում են, չէ այսօր, հենց հիմա, մեր հարցը այսօր լսեք, առաջ գցեք մեր հարցը, եւ որ շատ եք ուզում հիմա ձեր հարցն են լսում, ինչ եք ուզում, ինչի եք ուզում ձեր հարցը շուտ լսել, կհասներ տեղ, կհասներ 5 տարի հետո կհասներ, հանգիստ մինչև 5 տարի կաշխատեիք, հիմա շտապում եք, խնդրեմ, հոգևորականների մասին է խոսքը, ձեր հերթը երբ որ դուք հանցագործություն արած կլինեք, անպայման կհասնի ձեր հերթը, կարող ենք արտահերթ ձեր հարցը քննարկել, եթե կա հանցագործություն, այսինքն սա զավեշտ է առաջացնում ժողովրդի մոտ, որովհետև գիտեք, փոխանակ ասես, գիտեք, ամեն ինչ ճիշտ է, ինչի համար եք այդ մարդկանց հարցով զբաղվում, չեք ասում, որ հարգելիս, օրինակ, հոգևոր բարձրագույն իշխանություն ես, որը մի երկրի ղեկավար մեր ժողովրդին վիրավորում է, մենք ասում ենք, որ մեր բողոքի ձևը այդ երկիր չգնալն է, բարձրաստիճան պաշտոնյաների, դուք ես թույլ ես տալի, քո ժողովրդի վրա թքած ունենալով, դա երեկվա բարերարի խոսքով եմ ասում, թքած ունենալով, գնալ այդ երկիր, այսինքն քո հարգանքը, հոգևոր իշխանության հարգանքը ժողովրդի նկատմամբ դրանով ես արտահայտում։ Կամ ինչ է նշանակում, ասում ենք, ահա 4 օրեր ասում չէին խոսում, հա նորից սկսեցին, բայց դուք եք սկսում, դուք ժողով եք անում, հավաքում եք բոլորին ձեր կողքերը, որ եկեք, մենք պաշտպանենք ձեզ, ի՞նչն եք պաշտպանում։